Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ YouTube-յան, ձեզ հետ ծովինար թվահոգեբանն է վեդայական եւ այսպես տեսնում ենք էկրանին Սվետլանա Լաբադային, ով ծնվել է 18 հոկտեմբերի 1982 թվականի ծնված։ Վեդայական թվագիտության մեջ օգտագործվում են տարբեր թվային հաշվարկներ, անձի միսիան, գիտակցության եւ ենթագիտակցական թվերը որոշելու համար։ Հիմնական հաշվում են կյանքի ճանապարհի թիվը, ծննդյան ամսի թվանշանների գումարով, ինչպես անուն, ազգանունի վրա հիմնված էներգիաներ։ Կարծում եմ բոլորը շատ լավ ճանաչում եք, շատ բավական լավ միստիկ անձնավորություն է։ Մենք գումարելով ես այս թվանշանները 18-10-1982 թվականի ծնված, ես կարող եմ ասել, որ Սվետլանա Լաբադայի ուրեմն կյանքի ճանապարհի թիվը դա 3-ն է, որովհետև այս թիվը կապված է նրա ստեղծագործականության հետ, արտահայտման նրա եւ նրա սոցիալական ակտիվության հետ, որովհետև նա օժտված է բավականին շատ հետաքրքիր թվանշանով, 3 թվանշանով մարդիկ հաճախ ունեն արտիստական տաղանդ, ինչն էլ ակնհայտ է այս երգչուհու կարիերայում։ Նրանք նաև շատ հուզական եւ խարիզմատիկ են, այստեղ խարիզման բերում է նրան 18 թվանշանը եւ հեշտությամբ գրավում են մարդկանց։ Ինչն է հետաքրքիր այստեղ, որ նրա միսիայի թիվը դա նույն կյանքի ճանապարհի հետ, նրա ստեղծագործական բոլորս տեսել ենք, ընդգծել է նրա արտիստիկ եւ հաղորդակցական դիրքը, Նրա գիտակցականի թիվը դա 1-ն է, որը խոսում է նրա առաջնորդության մասին, ինքնավստահության եւ նորարարական մտքերի մասին։ Եվ նրա ենթագիտակցականի թիվը դա հուզական, ինտելեկտ, բավականին զգացմունքային են նա տեսել եք եւ շատ ներդաշնակ անձնավորություն է։ Ներկայումս մենք տեսել ենք, որ նա ուներ ինչ-որտեղ խնդիր, դա նրա 18 թվանշանն էր, որ մեկին գումարում ենք 8 անում է 9, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայում եւ այստեղ նրա մոտ 9 թվանշանը դա Մարսն էր, բերեց մի իրավիճակի, բոլորս տեսել ենք, որ նա բավականին համացանցով մեկ ցույց տվեց իր անհանգստությունը կապված, ուրեմն այն փլուզման հետ, որտեղ կարող էր նրա կարիերան ավարտվել, բավական հուզական մենք տեսանք նրա վիճակը եւ նա դա նրան չկոտրեց եւ ինչպես միշտ բոլորս հասկանում ենք, որ 18 թվանշանը մեկին գումարում ենք 8 անում է 9, նա չկոտրվեց եւ ինչ էլ որ լիներ, նա շատ արագ դուրս եկավ այդ իրավիճակից, շարունակելով այսօրվա դրությամբ նորից իր կարիերան, երաժշտությունը եւ իր միսիան կատարել։ Սվետլանա Լոբոդան ներկայումս ակտիվորեն հանդիս է գալիս համերգներով, հիմա այդ փլուզումներից հետո եւ նոր նախագծերով 25 թվականի մարտի 2-ին նա նաեւ ներկայացրել է իր հոբելյանական շոուն Նիցայում, իսկ ապրիլի 6-ին նախատեսված է եղել համերգ Բելգրադում, Այս շոուները նաև ներառում են նրա ողջ ստեղծագործական ուղին, սկսած առաջին երգից մինչև միջազգային հիթեր։ Չմոռանանք, որ բացի այդ Լաբադան վերջերս թողարկել է նոր Instinct երգը, որը արագորեն գրավել է իր երկրպագուների սրտերը։ Կարող ենք մենք վերլուծել, որ միսիայի նշանակությունը 3 Լաբադայի, դա խոսում է այն մասին, որ նրա միսիան է, որ նա եկել այս աշխարհ ոգեշնչելու, ստեղծելու, ստեղծագործելու եւ արտահայտվելու այն, ինչ ինքը զգում է, տալով ժողովրդին։ Նաև նա պետք է օգտագործի իր ստեղծարարությունը եւ հաղորդակցման տաղանդը մարդկանց ուրախություն, ոգեշնչում եւ գեղարվեստական հարստություն բերելու համար։ Նրա առաքելությունն է նաև բարձրացնել մարդկանց էներգիան երաժշտության, արվեստի եւ իր արտահայտման միջոցով։ Նա նաև պետք է մշտապես զարգացնի իր հաղորդակցման հմտությունները, լինի արվեստի միջոցով ներողություն, թե անձնական շփումներում։
Նա կարող է հաջողության հասնել, երբ ազատորեն արտահայտում է իր գաղափարները, այլ ոչ թե սահմանափակում է իրեն։